Հայրենասյան լավագույն եւ հարազատ ցայն։ Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, վանացայն են ձեզ յետենք հայկական աշխարհի լուրերով։ Հոյտա բյուրոյի անդամ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյան Թիմադեդրյան կրարումը նշած է։ Փաշինյան կշարունակե սդել, ասելով թե Ղարաբաղի մեջ ինչ որ գառուցված է, չգառուցածի հաշիվ է, միանշանակ եւ աներկբայ։ Հայտնենք, որ Հայաստան հիմնադրամը 1995-ին մինչև 2020-ի 44 օրյա պատերազմ Արցախի մեջ կատարած է շուրջ $200 միլիոն ներդրում։ Գառուցված են Գորի Ստեփանագերտ միջպետական ճանապարհը, Արցախի հյուսիս-հարավ ճանապարհը, Վարդենիս Մարտակերտ Կարվաճար 17 միլիարդ դրամով, շուրջ $45 միլիոն, ավելի քան 100 դպրոցներ, հարյուրավոր կիլոմետրերու ոռոգումի եւ ջրային համակարգեր, 15 հիվանդանոցներ, դասնյակ համայնքային կենտրոններ, ավելի քան 50 մանկաբարձներ, Շուշիի մշակութային տուն, 100 տուներ եւ այլն։ Հայաստան հիմնադրամի գողքին դասնյակ այլ հիմնադրամներ եւ անհատներ մասնակցած են Արցախի վերածնունդին։ 2020-ի 44 օրյա պատերազմին հետ Հայաստանի կառավարությունը Արցախի կառավարության հետ միասին եւ Հայաստան համահայկական հիմնադրամին հետ կորձակցաբար իրականացած է $110 միլիոն դրամի, շուրջ $290,000 բնակարանաշինության եւ անհրաժեշտ յենթագառույցներու ծրագիր։ Կառավարության նիստի ընթացքին հայտարարված է. գունենանք 110 միլիարդ դրամնոց դրամակլուղ, որմով կիրականացնենք բնակարանաշինության եւ յենթագառույցներու ծրագիրը։ Եթե Արցախը հայկական չէր, գամբիրի հանցնեիր, ինչու միլիոնավոր դոլարներ ծմխսեցիր։ Այս պահուն Հայաստան հիմնադրամին գայքեչը վերականգնումի ընթացքի մեջ է։ Գրնամ եզրակացնել, որ հետքերը ավելի գանուղ չնչելու ընթացքի մեջ են։ Ուրացումը այսպես կգադարվի, եթե ամբողջ հայրենիքը Արցախը գուրանաս, ապա այդտեղ գառույցը ինչ է։ Թիմադեդրյան կրարումը հայտնած է Հոյտա բյուրոյի անդամ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյան։ Հայրենի մամուլին հետ հարցազրույցի ընթացքին Հոյտա Հայաստանի Քերակույն մարմինի անդամ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյան հայտնեց, որ ներգայիս իշխանության վարած արտաքին քաղաքականությունը կանխադեսիլիությանե զուրգ է, ինչ որ պատճառ կհանդիսանա արհեստական հագատրություններու եւ միջազգային գործընկերներու անվստահության։ Մանուկյան անդրադարձավ Եվրոպական միություն, Եվրոասիական տնտեսական միություն հարաբերություններուն, Ռուսիո հետ նոր որակի հարաբերություն մշակելու դեսլականին եւ աբորինի քույքի բռնակցումի օրենքին։ Ռուսիո նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով անդրադառնալով Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության միջև ընդրություն կատարելու հարցով հանրակրվե գազམ་ագերբելու մասին Գեգամ Մանուկյան նշեց, որ այդ հագատրությունը ինքնին արհեստական է Հայաստանի իշխանություններու կողմէ ստեղծված։ Այդ հագատրությունը զոր ստեղծած է Հայաստանի իշխանությունը ինքնին արհեստական է, որովհետև շատ ավելի քաղաքականացած է Եվրոմիության հետ ամբողջական ըլլալուցևը եւ այդ պատճառով դարձած է նաեւ Ռուսիո հետ խնդիր։ Հայտնենք, որ Հայաստան դարիներ շարունակ Եվրոպական միության հետ ծրագիր ունեցած է SEBAN համաբարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որ ամբողջությամբ կատարված չէ։ Ըստ Մանուկյան ավելցնելով, որ իշխանությունը գործնական քայլերու փոխարեն քվե ակնկալող հայտարարություններ կգադարե, ինչպես նաեւ վիզաներու ազատականացման թեման։ Ռուսիո, ՀԱԲԳ-ի եւ Եվրասիական տնտեսական միության հետ նոր որակի հարաբերություններու մասին խոսելով Մանուկյան ընդգծեց դոգունության կարևորությունը։ Անտվեց Եվրոպացի Տիվանակետի խոսքերը։ Տիվանակետը նշած էր, որ Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատելը հագարակ ներկա խնդիրներուն դժվար չէր, որովհետև ան կանխադեսելի էր։ Մենք վստահ էինք,
որ մեզի հետ Բրյուսելի մեջ զրույցի ժամանակ այն, ինչ որ ըսավ Հայաստանի նախագահը, նույնը գսե Վաշինգտոնի եւ Մոսկվայի մեջ։ Մանուկյանի համաձայն ներկայիս իշխանությունը գործընթացած է այդ վստահությունը։ Մանուկյան կննադատեց նաև Աբորինի քույկի բռնականցումին օրենքը զայն նկատելով հագասահմանադրական, որովհետև անգխախտե անմեղության գանխարվագածը։ Հայաստան դաշինքը իշխանության գալու բարակային սահմանադրության հարցը կգարկավորվի, քաղաքացիի թեմ վերության հայցը գունենա արդար չափանիշներ, ըստ Մանուկյան։ Լոնդոնի մեջ Ռուսիո տեսփանալունը հայտնեց, որ Հայաստանի ընտրություններուն մեծն Բրիտանիո բնդումները ռուսական միջամտության մասին անհետեթ են եւ գարդացոլեն Լոնդոնի ներքաղաքատիրական քաղաքականությունը։ Տեսփանալունը նշեց, որ Լոնդոնի քաղաքականությունը, որ նախաբես նպաստած է Կիևի մեջ հեղաշրջումին, այժմ ուղղված է նաեւ Հայաստանի թեմ։ Արեմուտքին ժամանակն է դադրեցնել ինքնիշխան վերություններու գործերուն միջամտությունը, ինչպես վերջերս կատարվեցավ Մոլդավիո եւ Ռումանիո մեջ, նշված է Լոնդոնի մեջ Ռուսիո տեսփանալուն հայտարարության մեջ։ Հայաստանի երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի վարչապետության տեխնազու Ռոբերտ Քոչարյան Իջևանի բնակիչներուն հետ տեսակցության ընթացքին ըսավ, որ կգնվին զենքեր, որոնք չեն կրնար օգտագործել անհրաժեշտության բարակային։ Աննշեց, որ այն գումարները, որոնք նախադեсված էին հագաուտային պաշտպանության համագարկի համար, այդ միջոցներով կնված են Սուդիբի բادرազմական օտանավեր, մոտավորապես $120 միլիոն։ Խայդարագություն է, որուն համար ոչ մեկ պատասխան դրվեցավ։ Եթե հագաուտային պաշտպանություններ կնվեին, Բայրակտար դիբի անօտաչու թրջող սարքերուն հարցը գլուծեին, եւ բادرազմը այլ ցևով գավարդեր։ Մենք այդ բادرազմի մեջ բարդված ենք անօտաչու թրջող սարքերով, ըստ Քոչարյան։ Քոչարյան անդրադարձավ նաև քնվող նոր զենքերու հարցին եւ ըսավ. Ֆրանսական հրեդանին լավ է, բայց հրեդանին առանց հրթիռի ուղագի մեդաղի փշուր է։ 44 օրյա պատերազմի ընթացքին միայն Իրանի օտային տարածքը բացեր մատակարարումներու համար։ Քեղարկունիքի մարզի Տբրփակ քյուրին մեջ նախնդրական կարոզարշավի ընթացքին Քոչարյան հայտնեց, որ եթե բերության համար անվտանգությունն ու բանակը առաջնահերթությունը լային, ապա մեր երկրի մեջ ոստիկաններու աշխատավարձը ավելի բարձր չէր լար։ Քոչարյանը ընդգծեց, որ իր նախագահության տարիներուն մնայուն ուշադրություն դարձած է այն հանգամանքին, որ բանակի զինվորներուն աշխատավարձը միջինեն 2500-ով ավելի բարձր լան ոստիկանության աշխատավարձերեն։ Հիմա մարդիկ կնային ու գսեն, որ բերության համար բանակը առաջնահերթություն չէ։ Բերության կերագայությունները ցույց տալու լծակը առաջին հերթին աշխատավարձերն ու բարգեւադրումներն են։ Քոչարյան հայտնեց, որ ոստիկանական համագարկի մեջ առավելություններ կդրվին ոչ թե հանցանքներու բացահայտումի մարզի մեջ ծառայողներուն, այլ անոնց, որոնք կաշխատցնեն քաղաքական ճնշումներու մահագը։ Այս օրերուն Հայաստան գայսել է Միացյալ Նահանգներու մեկ պատվիրակությունը քննարկելու համար Թրամփի ջամփու ծրագիրին իրականացման աշխատանքները։ Պատվիրակությունը երեք ընդունեց Հայաստանի փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը։ Գոմերը քննարկեցին եւ համաձայնեցան Թրամփի ջամփու իրականացման վերաբերող գործառնական եւ իրավական շարք հարցերու շուրջ։ Գրիգորյանը ընդգծեց Թրամփի ջամփու ծրագիրին հետևողական իրագործման կարևորությունը։ Անխոսեցավ նաև խաղաղության խաչմերուկ նախաձեռնության մասին, շեշտելով դարաշրջանի մեջ բոլոր հաղորդակցություններուն ապաշրջապակման անհրաժեշտությունը, ներուժը եւ հերանեկարները։ Միացյալ Նահանգներու պատվիրակության մաս կազմեցին արտաքին գործոց նախարարության, ինչպես նաև զարգացման համագործակցության բաժինի ներկայացուցիչներ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մեկ պատվիրակությունը պատվիրակության ղեկավար Թամիեն Քոթիեի նախագահությամբ երեք հյուրընկալվեցավ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կողմէ։ Պատվիրակության մաս կազմեցին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներ Իտալիայեն, Զվիցերիայեն, Իսպանիայեն, Գերմանիայեն, Շվեդեն, ինչպես նաև ներկայացուցիչներ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընտրություններու բաժանմունքեն։
Բազմվիրագության գազմի մեջ էր նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Պորիանա Ապերկը։ Եվրոպայի խորհուրդը Երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնկանկեն եւս մասնակից էր հանդիպումին։ Բազմվիրագության անդամները ցանոթացան ազգային ժողովի ընտրություններու նախապատրաստական ընթացքին, նախընտրական կառավարության օրենսդրական ղեկավարումներուն եւ առհասարակ ընդրական օրենսդրության վերաբերող մանրամասնություններուն։ Հյուրերը այցելեցին նաև ազգային ժողով, ուր նաև քննարկեցին երկրի նախընտրական եւ քաղաքական գործընթացներուն վերաբերող հարցեր։ Հյուրերը ընդգծեցին, որ այցելության նպատակը 7 հունիսի ընտրություններու կառավարշավին եւ ընթացիկ զարգացումներուն ցանոթանալն է։ Հարկելի ունգընտիրներ, ցեզի հետեին Հարութ Մարգոսյանը եւ Ցանյա Օրտավար Նատալին, ցեզի ներկայացուցին հայկական աշխարհի լուրերը։ Մնացեք միշտ վանացայինի ունգընտիր։